Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուների թիվը չի ավելացել 4-ն է։ Հարցին պնդում է, որ որևէ պարագայում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չի ընտրի ԲՀԿ։ Ծառուկյանը պատասխանեց. «Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, որ առաջինը կլինի, շատ ձայն կտանի, նա էլ կորոշի»։ Ճշտող հարցին, որ ես ասացի, դուք պատրաստ եք ընտրել ամենաշատ կվեստացող ընդդիմադիր ուժի թեկնածուին, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց. «Ես ասացի, հների հետ գործ չունեմ, գործողների հետ գործ չունեմ»։ Այսինքն, հների հետ գործ չունեմ, այդ ուզում ասի դա Քոչարյանն է։ Գործողների հետ գործ չունեմ, Նիկոլ Փաշինյանն է, բայց ով է իրանցից Սամվել Կարապետյանին հին համարում։ Սամվել Կարապետյանը լրիվ նոր Ռուսաստանից եկած գործիչ է։ Այսինքն ակնհայտորեն ասում է, թե մենք թե Քոչարյանն է, առավելագույն ձայն ստացածի վարչապետի թեկնածուի օգտին կքվեարկենք։ Ակնհայտորեն ցույց տալով, որ դա Սամվել Կարապետյանի թեկնածուն է, ոչ թե Սամվել Կարապետյանը, որտեղ սահմանադրությունը նրան այդ հնարավորությունը չի տալիս։ Դե դրա համար ժողովուրդ ջան, հերթական անգամ, այ հիմա տեսնում եք, ավելի պարզ մարդիկ ոնց բացատրել։ Եթե այս մարդիկ 3 ուժով կարողանան հայտնվեն խորհրդարանում, եթե դուք հիասթափվեք եւ ընտրությունների չգնաք, ասեք մեկ ակռիվ է գնում այս իշխանության եւ այդ ռուսամետ ընդդիմության, մեզ հետաքրքրություններ չունենք, այլ ընտրանքին էլ եթե ձայն տանք, կարող է իրանք չանցնեն, իմաստը որ նա գնանք ձայն տանք, այսինքն դուք քվեարկում եք, որ այս 3-ը միավորվեն եւ կառավարություն ձևավորեն։ Ու պետք չի ուրիշի վրա գցել։ Դա դուք եք այդպես քվեարկում։ Եթե դուք դա չեք ուզում, դրան մի ձև կա՝ գնալ եւ ընտրել։ Եվ գնալ ընտրել այն ուժին, որը կատեգորիկ կերպով ասում է, չենք միանալու ոչ նրան, չենք միանալու ոչ նրան։ Այսինքն առավելագույն ձայն ստանալու պարագայում խախտում ենք, խառնում ենք այս երկուսի խաղակարտերը։ Ոչ մեկը մեծամասնություն չի ունենա։ Առաջինը, ծանրակշիռ ձայնի դեպքում իրանց ձայները 50% եւ ավելի չի լինի, երկրորդ, մեծ մասնակցության պարագայում ակնհայտորեն իրանք չեն կարող 50%-ից ավել ձայն ունենալ, որտեղ իշխանության ռեսուրսը 50%-ից չի, ընդդիմադիր ռեսուրսը նույնիսկ 3-ը միասին 50% չի։ Ցածր մասնակցությունը նրանցից մեկին կդարձնի 50%, որտեղ այդ գործակիցներով կբազմապատվի եւ նրանց 30%-ը կդառնա 50 եւ ավելի։ Այսինքն այդ пассивությունը եւ հստակ ձևով չգնալ եւ ձայն չտալ այլ ընտրանքի, որ ոչ նրա հետ է, ոչ նրա հետ, հենց ապահովելու է, որ նրանցից որևէ մեկը ընտրվի։ Եթե դուք դրա հետ համաձայն չեք, ոնց եք դա կյանքի կոչում ձեր пассивությամբ։ Կամ շատ-շատերին ասում են, դե լավ ամեն ինչ որոշված է, ով չգիտի իմաստը որն է։ Հարցնում ենք ամեն ինչ որոշված է, հիմա ով է։ Փաշինյանը, թե այն 3 ռուսամետները։ Դե ինքը չգիտի հաստատ որն է։ Բա ի՞նչ է որոշված, եթե որոշված չի։ Եթե որոշված է, հենց հիմա գրի ստորագրի։ Գրի ստորագրի, ասա հունիսի 7-ից հետո կնայեք։ Ամեն ինչ որոշված է, հաղթելու է Փաշինյանը։ Ամեն ինչ որոշված է, հաղթելու է ռուսամետ։ Դուք էլ գիտեք, որ դա որոշված չի։ Ու դա արդեն նշանակում է, որոշողը դուք եք։ Եվ դրա համար ձեզ պարզ հանգիստ ասում ենք. գնացեք եւ այո, ընտրեք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի ղեկավարն է Գուրգեն Սիմոնյանը եւ մեր վարչապետի թեկնածուն, եւ ես էլ ներգրավված եմ այդ կուսակցության ընտրացուցակի մեջ, զբաղեցնում եմ երկրորդ պատվավոր հորիզոնականը եւ ձեզ առաջարկում եմ իմ անձնական օրինակով ցույց եմ տվել, երբ որ ասում եք, որ բաում կարելի է ընտրել, ոչ մեկին չենք տեսնում, ես իմ օրինակով ասել եմ, որ տեսնում եմ այդ ուժին, տեսնում եմ այդ ուժի ղեկավարին։ Եվ անընդհատ ամեն անգամ ասել, որ գիտեք ինչ, բայ իրա փորձառությունը, բայց կոմ, ես առաջի անգամ եմ մտածում, որ այնքան է մակարդակը իջել պետական կառավարման, որ գիտնականի փորձառությունը մեր մոտ փորձառություն չի համարվում։ Հա, բա ո՞րն եք փորձառություն համարում։ Քուչեքից իշխանության գալը։ Տարիքն էլ երիտասարդ է։ Այդ տարիքում Թեոդոր Ռուզվելտը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Երբ որ Ուիլյամ Մակկինլին սպանեցին, ինքը փոխնախագահ էր։ Մի տարի դրանից մեծ Ջոն Քենեդին ընտրվեց Ամերիկայի նախագահ։ Այսինքն Ամերիկա ղեկավար կարելի է այդ տարիքում, Հայաստանի վարչապետ չի կարելի այդ տարիքում։ Այս ինչ նորություններ է ժողովուրդ ջան, պետք չէ գոնե ձեզ խայտարակեք, մի քիչ ուրիշ հարմար առիթ կտեք ասելու։ Դրա համար ժողովուրդ ջան, ես ձեզ ասում եմ եւ նաեւ շատ կարեւոր է ձեր աջակցությունը, ձեր մասնակցությունը ոչ միայն ալիքին, որովհետեւ տեսնում եք, որ այս ունենք, այս ռեսուրսը ունենք, մի քանի այս կարգի հնարավորություններ ունենք։ Իրանց նման ֆանտաստիկ ռեսուրս չունենք։ Եվ դրա համար եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը գրեք, մեկնաբանություններ գրեք, հարցեր դիտեք, ամեն ինչը տարածեք եւ ձեր մոդիկների միջոցով այդ չեմ վերջացրել, շարունակում եմ, այդ ուղղակի ընթացքում ասեցի եւ ամենից կարեւորը, իհարկե եթե նրանք ովքեր ցանկություն ունեն ալիքին աջակցեն դա էլ կարող եք նյութի նկարագրական մասում կա բոլոր հնարավոր տարբերակները, բանկային փոխանցում, արագ փոխանցում, քարտային փոխանցում, իդրամի փոխանցում, PayPal, Patreon եւ այլ եւ այլ։ Բայց բացի դա, որ դրանով ձեր աջակցությամբ մենք կարողանանք ավելի շատ գործանենք, շատ ավելի կարեւոր է, որ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, շատ ավելի կարեւոր է, որ եւ կազմակերպական հարցերում էլ ձեր օգնության կարիքը կա եւ նաեւ ֆինանսական ձեր աջակցության հարցերում կարիքը կա։ Մենք լի ենք վճռականությամբ, որ մեր նույնիսկ համեստ ռեսուրսներով կարողանանք այդ հարցերը լուծենք։ Եվ ի վերջո դուք գիտեք, որ դուք այս process-ի խաղացողն եք։ Սա ձեր ծրագիրն է, սա մեր ծրագիրն է, սա ձեր երեխաների ապագայի ծրագիրն է։ Մենք մանդատ չենք գնում ձեզանից, որ հետո որոշենք հարբար մեկի վրա վաճառենք, մեր ծախսերը հանենք։ Այդ մանդատը ձեր ձայնով եւ ձեր աջակցությամբ ենք մենք ստանալու։ Եվ պարտավոր ենք ձեզ հաշվետու լինել եւ ձեզ ասել, որ այդ մանդատը մեզ չի պատկանում։ Այդ մանդատը ձերն է։
որովհետև դուք եք ասել ինչով օգնենք, որ այդ մանդատը ստանաք, եւ դուք ձեր ձայնով, ձեր քվեարկությամբ եւ ձեր ֆինանսական աջակցությամբ եք օգնել։ Թող նրանք մտածեն, որ ամեն մանդատի համար միլիոններ են ծախսում, դե պետք է ծախսահանեն գնաց նրա հետ առևտրի նստեն։ Մենք այդ խնդիրը չունենք։ Դուք մեզ տենց բան չեք լիազորել։ Եվ ձեր շնորհիվ, ձեր աջակցության շնորհիվ մանդատ ստանալու դեպքում մենք որևէ բարոյական իրավունք չունենք դա հանենք առևտրի։